Շնորհակալ եմ հրավերի համար, թեման իրականում շատ արդիական է, քանզի հունվարի 9-ի կառավարության նիստով ընդունվեց 2026-2030 թվականների զբոսաշրջության զարգացման ծրագիրը, ինչը ուղենիշային փաստաթուղթ է լինելու հաջորդող 5 տարիների համար պետական քաղաքականության վարման, ինչպես նաև բիզնեսի համար, քանի որ մենք սահմանել ենք այն թիրախային երկրները, սահմանել ենք այն թիրախային ուղղությունները, որոնք մեզ համար հաջորդող 5 տարիների ընթացքում դառնալու են առաջնահերթություններ։ Այս փաստաթուղթը ավելի հանգամանորեն ներկայացնելու համար էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ նախաձեռնել ենք մարզային այցեր, արդեն եղել ենք մի քանի մարզերում, որտեղ հանդիպումներ ենք ունենում եւ համայնքային եւ մարզային պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այս հանդիպումներին միշտ ներգրաված են լինում բիզնեսը, որին շատ հետաքրքիր է հասկանալ, թե հաջորդող 5 տարիների ռազմավարական ծրագիրը ուր է նրանց տանում եւ ինչ ակնկալ են, որովհետեւ շատ հաճախ խոշոր բիզնեսը իր եւ մարքեթինգային արշավները եւ անգամ ենթակառուցվածքները համաձայնեցնում է հենց այն ուղղությունների հետ, որտեղից շատ ավելի շատ զբոսաշրջիկ է գալիս եւ դա տրամաբանական է։ Այդ ուղղությամբ նաև մենք շուտով կոմիտեում նախաձեռնել ենք ավելի թվային գործիքների կիրառում, նախատեսում ենք ոդքասթների շարք նկարել կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ, ինչպես նաև թվային տեսահոլովակներ նկարել, որտեղ կարճ-կարճ կպատմենք այդ մեծ փաստաթղթի մասին։ Կխնդրեմ ռազմավարության այն թիրախային ուղղությունները, որ նշեցիք, նախանշվել են դրանք ներկայացնեք եւ ձեր հանդիպումներին այս վերջի շրջանում ունեցած, թե բիզնեսից, թե համայնքներից ինչ արձագանքներ կան, մարդկանց ինչ է հետաքրքրում։ Ռազմավարական հիմնական ուղղությունները դա պատմամշակութային են, գաստրոտուրիզմն է, որտեղ ներառված է նաև գինու տուրիզմը եւ հայկական բրենդին, այնուհետև շարունակում է արկածային զբոսաշրջությունը, որը շատ ակտիվ է զարգանում, իմիջիալոց նշեմ, որ Իսպանիայի Ֆիտուր միջազգային ցուցահանդեսին մեզ հետ էր արկածային զբոսաշրջությունը ներկայացնող մոտոտուրեր իրականացնող մի ընկերություն, հավատացեք ամենաակտիվը հենց այդ ընկերության սեղանն էր, որովհետև եվրոպացի զբոսաշրջիկները նախընտրում են հենց արկածային զբոսաշրջության ուղղությունները, այնուհետև մեզ մոտ ըստ հերթականության գալիս է մայիս զբոսաշրջությունը, կարծում ենք, որ Հայաստանը արդեն մեծ շուկով եւ մեծ պատվով իրականացրել է մի քանի խոշոր մայիս միջոցառումներ, կլինեն դրանք ֆորումներ, սպորտային միջոցառումներ, թե մասնավոր բիզնեսի արդեն գիտենք մի քանի խոշոր բանկեր են Հայաստանում իրենց տարեկան միջոցառումներ անցկացնել եւ ունենալով լավ ենթակառուցվածքներ եւ կարողանալով մատուցել մատչելի ծառայություններ, հիմա մենք Հայաստանը տարբեր հարթակներում դիրքավորում ենք որպես մայիս զբոսաշրջության կենտրոն։ Այնուհետև մեզ մոտ առաջնահերթություններում բժշկական զբոսաշրջությունն է, ինչպես գիտեք անցած տարի զբոսաշրջության կոմիտեն նախաձեռնեց եւ անցկացրեց առաջինը Հայաստանում բժշկական զբոսաշրջության համաժողով, որտեղ ներկայացված էր եւ էկոնոմիկայի նախարարությունը, եւ առողջապահության նախարարությունը, եւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, ինչպես նաեւ մասնավոր ընկերություններ, հիվանդանոցներ, ապահովագրողներ, իրավաբաններ, այս ուղղությամբ մենք այս տարի մեկ այլ առաջ կգնանք, արդեն հունվարին ՄԱԿ զբոսաշրջության գլխավոր քարտուղար Մադամ Շեյխայի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել բժշկական զբոսաշրջության համաժողով, որը հնարավորություն կտա Հայաստան հրավիրել այն բոլոր երկրներին, որոնք ունեն բժշկական զբոսաշրջության հաջողված փորձ եւ տարեկան 100,000-ավոր զբոսաշրջիկների կամ պացիենտների են ընդունում իրենց երկիր ստանալու բժշկական ծառայությունները։ Հաջորդող մեծ ներուժ ունեցող ուղղություններն են իհարկե գյուղական կամ էկոզբոսաշրջությունը, մենք մարզերը, որոշ մարզեր մասնավորապես թիրախավորում ենք հենց գյուղական ագրոզբոսաշրջության կենտրոններ որպես եւ նաեւ 2000
25 թվականից մեր ուշադրության կենտրոնում է կրոնական զբոսաշրջությունը։ Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ունենալով այսքան մեծ քրիստոնեական ժառանգություն, այնուամենայնիվ աշխարհին դեռ բավարար չի ներկայացրել իր ներուժը, շատ երկրներ, շատ զբոսաշրջիկներ չգիտեն Հայաստանի առաջին քրիստոնյա երկիր լինելու մասին եւ այս ուղղությամբ մենք նույնպես ըստ ռազմավարության եւ ըստ կատարվող ծրագրերի պլանի իրականացնելու ենք աշխատանքներ։ Նախորդ տարիներին մենք եւս նախանշած ունեցել ենք օրինակ գաստրոտուրիզմը, արկածային զբոսաշրջությունը, նույն գյուղական էկոզբոսաշրջությունը։ Հաջորդ 5 տարիների համար մենք ինչ նորություն ենք շեշտադրել, ինչ ենք թիրախավորել, պրոդուկտներն ենք փոխելու, նոր պրոդուկտներ ենք մտածելու, ոնց ենք առաջ գնալու։ Ունենալու ենք եւ նոր պրոդուկտներ եւ եղած պրոդուկտների զարգացում եւ որը ամենակարևորն է այդ զբոսաշրջային պրոդուկտները տարբեր միջազգային հարթակներում ներկայացնելն է։ Այո, մենք ներքին զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ եւ մարզերում տնտեսության խթանման համար անում ենք մի շարք աշխատանքներ, բայց նաեւ հստակ գիտակցում ենք, որ ավելի շատ գումարներ դեպի երկիր գալիս են ներգնաց զբոսաշրջության արդյունքում եւ անցած տարի զբոսաշրջության կոմիտեն մասնակցեց 6 միջազգային ցուցահանդեսի կառուցելով տաղավար, Հայաստան տաղավարը, Արմենիա տաղավարը եւ իր հետ տանելով բիզնեսին, որպեսզի նրանք կարողանան այնտեղ նոր գործընկերային հարաբերություններ հաստատել։ Այս տարի այդ ուղղությունները կշարունակվեն, այսինքն մենք կլինենք հետևողական, որ երկրներ, որ գնացել ենք եւ բիզնեսը այնտեղ հաջող կապեր է հաստատել, մենք կշարունակենք այդ ուղղությունները եւ չենք թողնի, այսպես ասած, գումարը փոշիանա, որովհետեւ հասկանում ենք, որ երբ մեկ անգամ ներդրում ես անում, ինչ որ ուղղության վրա, պետք է դա լինի շարունակական։ Եվ այո, նոր զբոսաշրջային արդյունքը պետք է արտահանել։ Եվ ինչի մասին ես արդեն բազմիցս խոսել եմ, այս տարի մենք շեշտը կդնենք, որպեսզի տուր օպերատորները, գիդերը եւ ուղեկցողները, երբ աշխատում են զբոսաշրջիկների հետ, մեկ օրվա ընթացքում ոչ միայն օրինակ այցելեն եկեղեցիներ, այլ լինի մեկ եկեղեցի, մեկ ամրոց, մեկ բնադիտում, մեկ մաստեր կլաս, մեկ խոհարարական ինչ-որ փորձառություն եւ այլն։ Այսպես այո, դիվերսիֆիկացնենք զբոսաշրջային արդյունքը, ինչը կբերի, որպեսզի զբոսաշրջիկը նախ շատ ավելի երկար մնա, ինչը մեր հիմնական գործառույթների մեջ է, եւ նաեւ ուզենա վերադառնալ, քանի որ այցելելով տվյալ մարզի, այսպես ասած կամ հայտնի մի քանի այցելավայր, զբոսաշրջիկը կարծում է, թե այնտեղ էլ ուրիշ անելու բան չկա, բայց իրականում այցելավայրերը շատ են, 25,000-ից ավել միայն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից գրանցված պատմամշակութային օբյեկտ կա։ Սա բացահայտելը կարծում եմ այնքան էլ հեշտ չէ 2-3 օրում եւ այո, ինչպես դուք նշեցիք, ոչ միայն արդեն գործող, այլ նաեւ նոր զբոսաշրջային արդյունքների ստեղծում եւ այդ արդյունքի արտահանում։ Սա է լինելու մեր թիրախը հաջորդող 5 տարիների համար։ Այդ բժշկական զբոսաշրջության մասին խոսեցիք, ինձ հետաքրքիր է նախնական քննարկումներում